Երբևէ մտածել ես, թե ինչն է պատճառը, որ որոշ մարդկանց հետ շփումից հետո դու ներսումդ դատարկություն ես զգում։ Կամ էլ այնպիսի տպավորություն է, որ մեկը քեզ քամել է, ամբողջ էներգիա, զորությունդ քեզանից գնացել է։ Կամ ինչն է պատճառը, որ երբ որ ինչ-որ մեկի հետ հստակ մարդու հետ դու շփվում ես, անընդհատ քեզ մեղավոր ես զգում իր ներկայությամբ։ Անընդհատ մտածում ես, որ հանկարծ սխալ չանես, կամ հանդիպումից հետո գնում ես եւ սկսում ես մտածել, կարողա մի բան այն չասեցի, այն չարեցի, մի բան սխալ խոսեցի, եւ նման հանդիպումները քո ներսում միշտ լարվածություն են առաջացնում։ Կարծում եմ, որ մտքիդ ինչ-որ մեկը կգա այս պահին, որովհետև երբ որ մենք խոսում ենք նման ապրումների մասին, հնարավոր է, որ նման մարդկանց հայացքները գան քո առաջ կամ անունները։ Բայց ահա մի կարևոր հարց եւս, որը բացահայտում կարող է անել քեզ համար։ Իսկ ինչ եթե խնդիրը քո մեջ չի, իրենց մեջ է։ Ինչ կասես, եթե հանկարծ հայտնաբերես, որ խնդիրը տոքսիկ հարաբերությունների մեջ է։ Եվ հենց այսօր մենք խոսենք այս մասին, ինչպես բացահայտել տոքսիկ հարաբերությունները, ինչպես իմանալ, որ դու ինչ-որ անձի հետ թունավոր հարաբերությունների մեջ ես, որը վտանգում է քեզ, վնասում է քեզ, ինչպես այդ հարաբերությունները բացահայտել, ինչպես զգուշանալ եւ ինչ գործնական լուծումներ կարելի է տալ դրանց։ Եվ շատ մարդիկ տարիներով գտնվում են ինչ-որ մարդկանց հետ նման հարաբերությունների մեջ առանց խորապես վերլուծելու եւ գիտակցելու բուն խնդիրը։ Այդ դրա համար անընդհատ ինչ-որ մեկի ներկայությամբ նրանք իրենց ճնշված են զգում, լարվում են, մեղավոր են զգում, վախենում են մի ավելորդ բառ չասեն հանկարծ, որ սխալ դուրս չգան։ Եվ այսօր մենք կխոսենք տոքսիկ հարաբերությունների 3 գլխավոր նախանշանների մասին, կամ 3 կետեր, որոնք կօգնեն մեզ բացահայտել տոքսիկ հարաբերությունները նեյրոգիտության, հոգեբանության եւ աստվածաշնչյան տեսակետից։ Մի կին խորհրդատվության ժամանակ պատմեց, որ տարիներ շարունակ մարդկային հարաբերությունների մեջ միշտ իրեն ճնշված է զգացել, միշտ իրեն մեղավոր է զգացել։ Ամեն անգամ փորձում էր ճիշտ դուրս գալ, ճիշտ բառեր ասել, ճիշտ արտահայտություններ օգտագործել, բայց միևնույնն է իրեն միշտ մեղավոր է զգացել հարաբերությունների մեջ։ Նա կիսվեց եւ ասաց, երբ ուրախանում էի, ինձ ասում էին, որ դու եսակենտրոն ես, էգոիստ։ Կամ երբ տխրում էի եւ վշտանում էի, ինձ ասում էին դու չափազանցնում ես։ Կամ էլ երբ փորձում էի պաշտպանվել, ինձ ասում էին, որ դու հարձակվում ես, ագրեսիվ ես, արդարանում ես։ Այսինքն ամեն անգամ իր դիմաց մի բան էին դնում, որով անընդհատ ինքը հայտնվում էր մեղադրյալի կարգավիճակում։ Հետո նա խոստովանեց, ասաց, ես հասա մի կետին, երբ ինքս ինձ կարծես կորցրել է, ես ինքս ինձ չէի ճանաչում այլևս։ Սա շատ պարզ պատմություն է տոքսիկ հարաբերության մասին։ Իսկ տոքսիկ հարաբերությունը միանգամից չի, որ մարդուն քարուքանդի անում։ Տոքսիկ հարաբերությունը տարիների ընթացքում մաշեցնում է մարդուն եւ բերում է հասցնում է այն կետին, որ մարդը կորցնում է իր ինքնությունը։ Այդ հարաբերությունների մեջ քայքայվում է ոչ միայն հարաբերությունը, այլ քայքայվում է հենց բուն մարդը։ Ես վստահեցնում եմ շատ հետաքրքիր թեմա է մեզ բոլորի սպասում, բացահայտումներով լի, բայց նախքան շարունակել իմ ավանդական խնդրանքը, եթե նման նյութերը օգտակար են քեզ համար, ապա կխնդրեմ չմոռանաս դնել լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին եւ քո մեկնաբանությամբ ակտիվ լինել։ Պատկերացրու, որ ընդամենը մատի 1 հպմամբ դու կստիպես, որ YouTube-ը նման տեսակի նյութերը շատ ավելի մեծ լսարանի համար հասանելի դարձնի։ Շնորհակալություն համագործակցության համար, իսկ մենք շարունակենք։ Տոքսիկ հարաբերությունները բացահայտելու առաջին նշաններից մեկը դա շարունակական արժեզրկումն է։ Երբ դիմացինը անընդհատ փորձում է քեզ ցածրացնել, արժեզրկել, ծաղրել, նվաստացնել, դա կարող է լինել հեգնանքի տեսքով, դա կարող է լինել համոզումի տեսքով, որ դիմացինը փորձում է քեզ համոզել, որ դու շատ արժեքավոր չես, որ դու շատ օգտակար մեկը չես, որ դու շատ արհեստավարժ մեկը չես։ Սկզբում դա կարող է թվալ որպես մի պարզ խոսք կամ արտահայտություն, որը պարզապես ցավ է պատճառում քեզ, բայց իրականում նեյրոգիտական առումով դա արտահայտություն չէ, դա հրաման է քո ուղեղին, որովհետև եթե քո ուղեղը շարունակաբար լսում է միևնույն արտահայտությունը քո մասին, դա չի ընկալում որպես վիրավորական խոսք, դա ընկալում է որպես
հրաման, որպես կարգադրություն, որպես կենսավոճ եւ սկսում է այդպես էլ աշխատել։ Ուղեղը կրկնվող խոսքերը սկսում է ընկալել որպես իրականություն։ Եթե մեր ուղեղը շարունակաբար մարկանցից լսում է հետևյալ արտահայտությունները, օրինակ, դու շատ վախկոտ մեկն ես, դու շատ զգացմունքային ես, դու փոփոխական մարդ ես, դու ծանր անձնավորություն ես, դու բարդ մարդ ես, ապա մեր ուղեղը դա սկսում է ընկալել որպես իրականություն եւ նեյրոնները սկսում են կապվել իրար հետ, ստեղծվում է նեյրոնային կապ, նեյրոնային ուղի եւ մեր ուղեղը սկսում է աշխատել այդ ալգորիթմով։ Եվ քո ուղեղը սեփական ինքնությունը սկսում է կապել այդ պիտակների հետ, որոնք մարդիկ կպցնում են քո վրա։ Արդյունքում դու համակերպվում ես, համաձայնվում ես, հաշտվում ես այդ իրականության հետ եւ դա դառնում է քո ճակատագիրը եւ քո դառը իրականությունը։ Եվ հենց այդ պահին արտաքին քննադատությունը այլևս չի դառնում արտաքին, դա դառնում է քո ներքին ձայնը եւ համոզումը։ Ինչու՞? Որովհետեւ ընկերներն են ինձ ասել, ծնողներն են ինձ ասել, դասախոսն է ինձ ասել, Աստվածաշունչը դեռևս շատ վաղուց էր մեզ զգուշացնում խոսքերի, բառերի ուժի մասին։ Օրինակ Առակաց 18-21 համարում գրված է, որ մահն ու կյանքը լեզվի ձեռքին են կամ լեզվի իշխանության տակ են գտնվում, այսինքն լեզվով կարող ես մարդուն սպանել, կարող ես մարդուն ապրեցնել։ Հետևաբար բառերը դրանք պարզապես հնչյուններ չեն, ձայներ չեն, դրանք կարող են քանդել մարդու ինքնությունը, կարող են նաև շինել մարդու ինքնությունը։ Ուրեմն շատ հայտնի համալսարաններից մեկում այսպիսի մի գիտափորձ են անում։ Լսարանը բաժանում են երկու մասի եւ դիտավորյալ հատուկ նպատակով դասախոսները սկսում են առաջին մասին անընդհատ ցածրացնել, որ դուք տգետ եք, որ ձեր մոտ չի ստացվում, որ դուք ունակ չեք սովորելու։ Իսկ երկրորդ մասին նույն դասախոսները սկսում են գովեստի խոսքեր շռայլել, որ ձեր մոտ ամեն բան կստացվի, որ դուք շատ գիտակ եք, որ դուք իսկապես հանճարեղ եք։ Տարվա վերջում առաջին խմբի արդյունքները ամենևին գոհացուցիչ չէին։ Ուսանողները սկսեցին հետ մնալ դասապրոցեսից եւ արձանագրել որոշակի ձախողումներ։ Իսկ երկրորդ խումբը, որին անընդհատ գովեստի խոսքեր էին շռայլում, մեծ առաջընթաց գրանցեց։ Պարզվեց, որ մարդիկ սկսում են ապրել այնպես, ինչպես լսում են իրենց մասին, իրենց հասցեին։ Հիմա պատկերացրու, թե ինչ է տեղի ունենում այն մարդու հետ, որ տարիներ շարունակ լսում է նման տոքսիկ, նվաստացուցիչ եւ քայքայող խոսքեր եւ համակերպվում է այդ խոսքերի հետ։ Հենց սա է տոքսիկ հարաբերությունների առաջին նշաններից մեկը, որ պետք է կարմիր լույսի պես վառվի մեր մեջ եւ մենք պետք է զգուշավոր լինենք նման հարաբերություններում։ Երկրորդ նշանը, որ հուշում է, որ մենք գտնվում ենք տոքսիկ հարաբերությունների մեջ, դա վերահսկումն է եւ անձնական սահմանների խախտումը։ Ուրեմն վերահսկողություն կամ կոնտրոլ։ Տոքսիկ մարդը հաճախ փորձում է վերահսկել քո հարաբերությունները, թե ում հետ պիտի շփվես, ինչ որոշումներ պիտի կայացնես, անգամ ինչ պիտի զգաս կամ ինչ պիտի չզգաս, ինչ պիտի մտածես եւ ինչ պիտի չմտածես։ Հոգեբանության մեջ սա կոչվում է psychological control, այսինքն հոգեբանական վերահսկողություն։ Սա վտանգավոր է եւ գիտեք վտանգը ինչումն է, որտեղ մարդու ինքնությունը սկսում է կախման մեջ հայտնվել ուրիշի մոտեցումներից եւ կարծիքից, ուրիշի վերահսկողությունից։ Նեյրոգիտության տեսանկյունից սա ակտիվացնում է ուղեղի սթրեսի եւ վախի կենտրոնը, ամիգդալան, այն միշտ միացած է մնում եւ մարդու ներսում միշտ տագնապներ են առաջանում։ Հենց դա է պատճառը, երբ որ դու հանդիպում ես տոքսիկ անձնավորության եւ սկսում ես նրա հետ շփվել, քո մոտ կարող է սրտի արագ բաբախյուն լինել, քրտնարտադրություն լինել, տագնապ, անհանգստություն, վախեր, դու լարվում ես եւ այդ ժամանակ ուղեղը անցնում է survival mode-ի կամ գոյատևման ռեժիմի։ Այս վիճակում կորտիզոլի մակարդակը բարձրանում է, մարմինը լարվում է եւ մարդը շատ արագ հոգնում է։ Այսինքն տոքսիկ հարաբերությունները
Մեր ուղեղը անդադ պահում են լարված ռեժիմի մեջ եւ դա է պատճառը, որ մարդը իրեն հյուծված է զգում, ֆիզիկապես անգամ քարուքանդ է զգում իրեն։ Գաղատացիներին 5-րդ գլխի առաջին համարում Աստվածաշունչը մեզ հետեւյալ հորդորն է փոխանցում. Արդ այն ազատությամբ, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատուն կացեք ու դարձյալ ծառայության լծի տակ մի մտեք։ Քրիստոսը մեզ ազատել է։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ կա վտանգ, որ այդ ազատվածը նորից կարող է մտնել ծառայության լծի տակ։ Ուրեմն մենք պետք է զգուշ լինենք նաև մեր հարաբերությունների մեջ, որ որևէ բան մեզ չվերադարձնի ծառայության լծի տակ, մեզ չստրկացնի, մեզ չդարձնի վերահսկելի կոնտրոլի իմաստով։ Իսկ առաջին Կորինթացիներին 7-րդ գլխի 23 համարում էլ Պողոս առաքյալը հետևյալը գրեց. մեծ գնով եք գնվել, մարդկանց ծառաներ մի դարձեք։ Սա հորդոր է, որ բոլորիս է վերաբերում։ Մենք պետք է հասկանանք մեր գինը եւ մեր արժեքը, որպեսզի էժան չծախվենք մարդկանց, որպեսզի չծախվենք մարդկանց մանիպուլյացիաներին եւ տոքսիկ հարաբերություններին։ Վերջի վերջո պետք է հասկանանք, որ սերը հարաբերությունների մեջ մարդուն ստրուկ չի դարձնում։ Սերը ազատություն է շնորհում մարդուն եւ ոչ թե մարդկային վերահսկողություն։ Սերը, այո, պատասխանատվություն է, բայց սերը չի կարող քեզ տանել տոքսիկ հարաբերությունների մեջ եւ քեզ դարձնել ինչ որ մեկի կարծիքների, կմահաճույքների զոհը։ Մի երիտասարդ տղամարդ պատմում էր, որ ամեն անգամ աշխատանքից տուն գալիս կինը ստուգում էր իր հեռախոսը, իր կոնտակտները, ում հետ է շփվել, անգամ ում էր լայքել։ Սկզբում նա մտածեց, որ սա պարզապես մի հասարակ խանդ է, բայց հետո բացահայտեց, որ նա այլևս չէր ապրում իր կյանքը։ Նա ապրում էր նրա համար, որ ամեն առումով իր կնոջը գոհացնի, որ հանկարծ ինչ-որ մի սխալ տպավորություն չթողնի իր վրա, հանկարծ ինչ-որ մի բան չանի, որ դրանից փչանա իր կնոջ հարաբերություններն իր հետ կամ տրամադրությունը եւ անգիտակցաբար հանկարծ նա հետագայում հասկացավ, որ հայտնվել է իր կնոջ կատարյալ վերահսկողության ներքո։ Սա արդեն հարաբերություն չէր, սա առողջ հարաբերություն չի, սա հոգեբանական գերություն է։ Երբ անգամ դու շնչելիս, արտաշնչելիս, հագնվելիս, ինչ որ բան ընտրելիս, ինչ որ միտք անգամ ունենալիս, դու հանկարծ սկսում ես մտածել, իսկ ինչ կմտածի դիմացինը։ Իհարկե խոսքը ամենևին մարդկային փոխհարաբերությունների հաշվետվողականության, պատասխանատվության մասին չէ։ Խոսքը կատարյալ վերահսկողության մասին է, երբ տոքսիկ հարաբերությունները կարողանում են կոտրել քո ինքնությունը եւ քեզ դարձնել 100% վերահսկելի, 100% կառավարելի, անգամ քո մտքերի մեջ կարծես այդ հարաբերությունները քեզ փորձում են կառավարել։ Եվ երրորդը, որ բացահայտում է տոքսիկ հարաբերությունը, դա լարվածությունն է մարդկային հարաբերությունների մեջ։ Երբ որ դու շփվում ես, դու չունես խաղաղություն, դու չունես հանգստություն, դու անընդհատ լարվում ես, քեզ մեղավոր ես զգում, քեզ մեղադրում են, դատապարտում են, հոգնածություն ես զգում, մտատանջություններ, անհանգստություններ, չես ուզում հանդիպել այդ անձնավորությանը։ Հոգեբանները այս տեսակի հարաբերություններին անվանում են walking on eggshells։ Բառացիորեն թարգմանած նշանակում է քայլել ձվի կճեպների վրայով։ Այսինքն ինչպես էլ որ դու քայլես, միևնույն է մի բան կոտրվելու է, մի բան փչանալու է եւ դրա արդյունքում դու լարվում ես։ Այսինքն դու սկսում ես ապրել այնպես, որ հանկարծ չնեղացնես, որ հանկարծ հարաբերությունները չփչացնես։ Եվ նորից եմ ասում, խոսքը ամենևին հարաբերությունները գնահատելու մասին չէ, մենք պետք է գնահատենք, մենք պետք է այո մտածենք, որ իրար չվնասենք, իրար չվիրավորենք, բայց երբ որ դա դառնում է միակողմանի, հարաբերությունները առողջից վերածվում են տոքսիկ հարաբերությունների։ Դու սկսում ես ապրել մշտական զգուշավորության մեջ, մշտական լարվածության եւ տագնապների մեջ։ Դրանով դու հաճեցնում ես դիմացինին, բայց քայքայում ես քո հոգեհուզական վիճակը։
Եվ մարդը կարող է մի պահ լռել, կուլ գնալ, լուռ մնալ, բայց գալիս է մի պահ, երբ որ նա այլևս չի դիմանում եւ պայթում է։ Հետո ուրիշները լսում են եւ զարմանում են, ասում են լավ էին իրենք, ինչ եղավ։ Ամեն ինչ կարծես լավ էր, խաղաղ էր, բայց չէ, մարդը արդեն վերահսկողությունից դուրս եկավ, որովհետեւ ճզմված հույզերը մի օր պայթելու են, ժայթքելու են հրաբուխի նման։ Եվ նեյրոգիտությունը արդեն ապացուցել է, որ երկարատև սթրեսը, որ հույզերի ճզմումը եւ ճնշումը թուլացնում է հիշողությունը, թուլացնում է ուշադրությունը եւ թուլացնում է հուզական հավասարակշռությունը։ Մարդը այլևս չի կարողանում իրեն տիրապետել։ Այդ պատճառով տոքսիկ հարաբերություններից դուրս եկած մարդիկ հաճախ ասում են. ես էլ չէի դիմանում, ես էլ ուժ չունեի դա տանել։ Երկրորդ Տիմոթեոսին առաջին գլխի 7-րդ համարում Պողոս առաքյալը հետևյալն է գրում երիտասարդ Տիմոթեոսին. որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո եւ ողջամտության։ Ուրեմն Աստված չի մեզ կանչել, որ մենք ապրենք վախի մեջ։ Աստված մեզ չի կանչել, որ մենք ապրենք մարդկային վերահսկողությունների եւ մանիպուլյացիաների ներքո։ Աստված մեզ տվել է զորության, սիրո եւ ողջամտության հոգի։ Հետևաբար տոքսիկ հարաբերությունները խաթարում են մեր ողջամտությունը, մենք դառնում ենք ուրիշի զոհը, բայց երբ որ այդ վախի հոգին հեռանում է մեզանից, ողջախոհությունն է վերադառնում, մենք սկսում ենք խորը վերլուծել եւ հասկանալ, որ տարիներ շարունակ մենք մեր երջանկությունը եւ մեր կյանքը զոհել ենք հանուն ուրիշի քմահաճույքների։ Այսինքն այն հարաբերությունները, որոնք մշտապես լցված են վախով, սթրեսով, Աստծո կամքի հարաբերություններ չեն։ Դրանք թունավոր հարաբերություններ են, որոնք վնասում են մեզ, վտանգում են մեր հոգեկան առողջությունը։ Եթե նման բաներ ենք հայտնաբերել մեր հարաբերությունների մեջ, ինչ անել։ Առաջինը՝ մի արդարացրու վնասը։ Այսինքն մի փորձիր նորմալացնել այն, ինչ քեզ քայքայում է։ Մի ասա, դե դա իմ խաչն է, ես պետք է կրեմ մինչև վերջ, պետք է համակերպվեմ այս վիճակին, բա ինչ պիտի անեմ։ Այսինքն, եթե մեկը քեզ շարունակաբար նվաստացնում է, ստորացնում է, մի ասա, դե ինքը ներվային է, դրա համար է ինքը տենց է, ես ուշադրություն չեմ դարձնում, բայց իրականում դա վնասում է քեզ, դու արդեն համակերպվել ես այդ վիճակին, դու քեզ վերահսկելի ես դարձել նրա հույզերի կողմից։ Ուրեմն առաջինը՝ մի արդարացրու այդ վնասը, մի ասա, որ դա նորմալ է, դա նորմալ չէ։ Երկրորդ՝ խորհրդատվություն եւ աջակցություն փնտրիր բանիմաց մարդկանց կողմից։ Պարտադիր չի, որ ամեն անգամ դու հոգեբանին դիմես։ Դու կարող ես կիսվել որևէ մեկի հետ, որ ունի ողջախոհություն, որ կարող է քեզ օգնել, խորհուրդ տալ, որովհետև շատ անգամ, երբ որ մարդիկ տոքսիկ հարաբերությունների մեջ են հայտնվում, շատ անգամ նրանք չեն ուզում բացահայտեն, չեն ուզում բարձրաձայնեն, պարփակվում են իրենց ներսում եւ դրանով հանդերձ քայքայում են իրենց հոգեկան եւ հուզական առողջությունը։ Հետևաբար երկրորդ գործնական քայլը սա է՝ կիսվիր մեկի հետ, մի պահիր քո ներսում դա։ Երրորդ քայլը, որ կարող ես անել, հետևյալն է՝ սահմաններ ունեցիր։ Սահմանները ոչ թե մեզ մարդկանցից բաժանելու համար են, այլ մեզ պաշտպանելու համար են եւ մեր հարաբերությունները պաշտպանելու համար են, որովհետեւ եթե մարդկային, գործնական, աշխատանքային հարաբերությունների մեջ չլինեն սահմաններ, ուրեմն մեր հարաբերությունները պաշտպանված չեն լինի։ Մենք կարիք ունենք ունենալ սահմաններ։ Այս թեմայով կարող եք ավելին դիտել, այստեղ ժամանակներ առաջ ես խոսել եմ անձնական սահմանների մասին, բայց սահմաններ ունենալը կարևոր է ոչ միայն քո համար, այլ քո դիմացինի համար եւ ձեր հարաբերությունները առողջ պահելու համար։ Ես չեմ ասում, որ մենք պետք է դադարտանք բոլոր հարաբերություններին։ Այո, հարաբերություններ կան, ընկերակցություններ կան, որոնք չար են, որոնցից պետք է խուսափել, փախնել, օր առաջ դադարտալ այդ հարաբերություններին, որոնք ապականում են մեր բարի վարքը։
Բայց օրինակ այդ հարաբերությունները եթե վերաբերում են ամուսնական հարաբերություններին, դու չես կարող պարզապես կանգնել եւ որոշում կայացնել, որ ես բաժանվում եմ եւ վերջ։ Եթե դու տարիներ լռել ես, չես խոսել, չես սկսվել քո դիմացինի հետ, ամուսնուդ հետ կամ կնոջդ հետ եւ մի անգամից պորտկում ես եւ ասում ես բաժանվում եմ եւ վերջ, դա լուծում չէ։ Շատ կարեւոր է, որ ամուսնները ունենան հասուն զրույց, ոչ թե վիճեն իրար հետ, այլ զրուցեն։ Ցավոք սրտի, մեր ընտանեկան հարաբերությունների մեջ շատ անգամ ոչ թե մենք զրուցում ենք, այլ վիճում ենք։ Ոչ թե մենք փորձում ենք իրար հասկանալ, այլ իրար ցածրացնում ենք, իրար ստորացնում ենք, իրար ցավեցնում ենք։ Հետևաբար, փորձիր հարաբերությունները բերել ողջախոհության մեջ եւ ասա, ես չեմ ուզում քեզ հետ վիճել։ Ես ուզում եմ, որ մենք այսօր նստենք եւ լուրջ զրուցենք, որպես հասուն մարդիկ։ Հույզերը մի կողմ դնենք եւ պարզապես սթափ ողջախոհությամբ զրույց ունենանք։ Եվ դու կարող ես շատ հանգիստ տոնով նայել դիմացինի աչքերի մեջ եւ ասել, գիտես, դու կարող ես չես զգում, բայց ես ինձ այնքան ստորացած եմ զգում քո խոսքերից, քո վերաբերմունքից։ Ես խնդրում եմ քեզ, որ այլևս սա չկրկնվի։ Գուցե դու չես նկատում, ես ուզում եմ քեզ օգնել, որ դու դա նկատես, որ ամեն անգամ, երբ որ դու ծաղրում ես, դա վնասում է մեր հարաբերություններին։ Հետևաբար, արի դա վերահսկենք եւ այլևս չկրկնենք։ Դու կարող ես բառերդ ասել շատ հստակ, դանդաղ, հանգիստ, հենց այսպես է սահմանում անձնական սահմաններ դու։ Դու կարող ես մարդուն լսելի դարձնել անգամ իր խոսքերը, ասես տես, դու ինձ նման խոսք ասացիր, նման բառով ինձ պիտակավորեցիր։ Մարդը գուցե ասի, ես դա նկատի չունեի։ Ես չգիտեմ դու ինչ նկատի ունեիր, բայց դու այդ բառը ասացիր եւ դու թույլ տաս, որ մարդը լսի այդ բառը, որ մարդը իրեն բացահայտի այդ իրավիճակի մեջ։ Նման զրույցները կարող են շատ օգտակար լինել ամուսնական հարաբերությունների մեջ, որտեղ վերջ-վերջո ամուսնությունը դա պարզապես կմահաճույք չի, որ դու ասես ես ինձ հիմա զգում եմ տոքսիկ հարաբերությունների մեջ, դրա համար բաժանվում եմ։ Դու կարող ես լուծում գտնել եւ բժշկություն բերել այդ հարաբերությունների մեջ։ Բայց եթե կան հարաբերություններ, որ քո ազդեցությունից դուրս են, դու չես կարող ոչինչ այնտեղ փոխել, ավելի լավ է այդ հարաբերություններին վերջ դնել։ Դա կարող է լինել աշխատավայրում, կարող է լինել պարզապես շրջապատի մեջ, ինչ որ հանգամանքներից ելնելով ես դու այդ հարաբերությունները ստեղծել եւ կարող ես պարզապես վերջ դնել այդ հարաբերություններին, վերջ-վերջո հենց Աստվածաշունչն էլ մեզ զգուշացնում է չար ընկերակցություններից, զգուշացնում է ծաղր անողներից, զգուշացնում է ամբարտավաններից։ Ուրեմն մենք կարող ենք դա վերահսկել։ Բայց ամեն դեպքում, ամեն տոքսիկ հարաբերությունների մեջ բարի լուրն այն է, որ Աստված բժշկություն ունի մեզ համար։ Մենք հիմա խոսում ենք ուրիշի վերաբերմունքի մասին մեր հանդեպ, բայց կարող ենք նաև քննել ինքներս մեզ եւ հասկանալ, որ միշտ չի, որ մենք էլ ճիշտ ենք եղել դիմացինի հանդեպ, երբեմն մենք էլ հակադարձել ենք սխալ կերպով եւ տոքսիկ վիճակ ենք ստեղծել մեր կողակիցների համար, մեր դիմացիների համար։ Ուրեմն շատ կարեւոր է, որ մենք նաև մեզ էլ քննենք եւ հասկանանք, թե որտեղ պետք է շտկվենք։ Գուցե բառեր կան, որ պետք է փոխենք, արտահայտություններ կան, որ պետք է շտկենք, վերաբերմունք կա, որ պետք է փոխվի։ Ուրեմն ուշադիր լինենք, քննենք եւ օգտվենք Աստծո հուշումներից։ Բարեկամներ, եթե այս նյութը ձեզ օգտակար եղավ, նորից ուզում եմ հորդորել չմոռանալ դնել լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին եւ մեկնաբանության մեջ ակտիվ եղեք, գրիր, եթե քո մոտ եղել են նման նախանշաններ, ինչ ես արել դու, ինչպես ես լուծել, ինչպես ես վերաբերվել տոքսիկ հարաբերություններին, քո փորձառությունը կարող է դառնալ ինչ որ մեկի համար օգնություն։ Շնորհակալություն ակտիվ մասնակցության համար։ Իսկ հիմա աղոթենք։ Մեր երկնային Հայր, շնորհակալ եմ քեզանից, որ ես ամեն անգամ կարող եմ մոտենալ քեզ քո որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն անգամ, երբ որ ես թունավորված լինեմ, վիրավորված, վշտացած եւ կոտրված, ես կարող եմ գալ քո ներկայության մեջ։ Ինչպես քո որդի Հիսուսն էլ ասաց,
եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Այո, Տեր Հիսուս, ուզում եմ խոստովանել, որ հոգնել եմ եւ բեռնավորված եմ։ Տուր ինձ քո հանգիստը։ Ուզում եմ խոստովանել, որ խմել եմ աղբյուրներից, որոնք թունավոր են եղել, ներաշխարհս է թունավորվել, միտքս է պղտորվել։ Տուր ինձ քո կյանքի ջուրը, հանգստացրու ինձ, հանդարտեցրու իմ սիրտը եւ պարզեցրու իմ ներսի ջրերը եւ իմ մտքերը։ Ես հենց հիմա ընդունում եմ քո խաղաղությունը իմ սրտի մեջ եւ որոշում եմ կայացնում քո օգնությամբ պարզել իմ հարաբերությունները մարդկանց հետ, որ ինչպես քո խոսքն է ասում, որքան ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք մարդկանց հետ։ Ուրեմն ես ինձանից կախված ամեն բան կանեմ, որպեսզի տոքսիկ հարաբերությունները վերածվեն առողջ հարաբերությունների։ Օգնիր ինձ այս հարցում եւ բժշկիր իմ խոցված եւ կոտրված սիրտը։ Աղոթեցի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։